Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ Բարև ձեզ, պարոն Բագրատյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես, երկու սրբազանները կալանավորված են, բարերար, հայտնի գործարար Սամվել Կարապետյանը եւս, ինչ ռեպրեսիվ քայլերի է գնում Նիկոլը եւ ուր կարող է հասնել։ Կարող ենք առանձնացնել այս կերպարները, կարող եք միասին եւ իրավիճակը ներկայացնել։ Ինչու որոշում կայացրեց հարձակվել հայ առաքելական եկեղեցու վրա, այսօր ես նորից գրառում է արել, որ պնդելով, որ հասնելու եմ նրան, որ պիտի վեհապարին հանեմ, հեռացնեմ։ Բա, Իմ հասկանում մենք Նիկոլին չենք հասկանում, էլի Փաշյանին ժողովուրդը չի հասկանում։ Մեկ ասում է սուտասանա, մեկ ասում է հոգեկանա, մեկ ասում է ժողովուրդը դավաճանա։ Դուք պիտի հասկանաք, որ Նիկոլ Փաշյանը եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը այս ընթացքում ամբողջովին իդենտիֆիկացրել են իրանց հայ ժողովրդի դարավոր թշնամիներ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Նա Ադրբեջանը թուրքական ներկայացուցիչ է, գործակալ է, ինչ որ այլ։ Եվ այն ինստիտուտները, որոնք պայմանավորում են հայ ժողովրդի միասնությունը, պետք է վերացվեն։ Խնդիրը Սյունիքի Միջանցքի մասին չի, Սյունիքն էլ են վերցնելու, Միջանցն են վերցնելու, եթե Փաշյանը մնա, խնդիրը ինչպես վերցնելուց հետո պահեն։ Եթե քաղաքական գլուխը, քաղաքական գործիչներին գլխատել էլ, ապա եկեղեցին մնալու է։ Եվ եկեղեցի դեմ չի կարող Էրդողանը Ալիևը պայքարել։ Եթե Ալիևը վաղը հայ եկեղեցուն, առաքելական եկեղեցուն վարկաբեկի, մեր եկեղեցին մեր աշխում բարձրանալու։ Ուրեմն վարկաբեկողը պետք է լինի մի մարդ, որին հայերը հայ են համարում, բայց որ իրականում հայ չէ։ Սա եթե մենք հասկանում ենք, շատ ենք հասկանում, ինչ անշարունակում, ես պիտի հաստեմ նրան, որ վեհապարը չլինչի, դու ով ես։ Եթե դու հայ ես, Հայաստանի հայ ես, դու ընդհանրապես սահմանադրել դրա հետ կապ չունես։ Չես վախենում, որ մի օր քեզ մի բան կանեն։ Չէ, չի վախենում։ Եվ ինքը մի հատ ուղում ունի, որ չի ասում։ Ինքը մեզ ասում է, եղբայրով ասես, որ ես հայ եմ։ Եթե դուք սկսում եք այդպես մտածել, ապա այդ հիմարությունները գլխներից պիտի հանեք։ Խելագարագի, չի հասկանում, հոգեկան, այդպես բան չկա։ Շատ էլ նորմալ մարդ է եւ լուրջ թշնամի է։ Այն աստիճանի թշնամի, որի վիճակի է վերացնել հայ ժողովրդին։ Նա եկեղեցում չի կպել։ Հայ ժողովրդը ոգուն է կպել։ Հոգը խորքում այ բուբեն ունենք, հայերեն խոսում ենք, այս ամեն ինչը հերթով գալու է, այ բուբենն էլ, հայերեն էլ եւ այլն։ Հերթով գալու է։ Հայերեն խոսելն էլ, հայերեն դասավանդման հաջողված ասում երկրում բնակչության 33% ապրում է գյուղերում, գյուղնախարարությունը ասում է չպետք է լինի, ինչն է սա պետք։ Վաղն ասելու հայոց լեզու չպետք է լինի, տաներում խոսում եք հերիք հայր։ Զարմանում եք, չէ՞ ես ինչ եմ ասում, բայց հիշեք ինչ էի ասում 6 տարի առաջ, 7 տարի առաջ, բոլորը մեծ մասամբ մեկ առ մեկ կատարվում են։ Հասնելու եք այսօրվան։ Հիմա ձեզ թվում է, թե եթե վաղ այդպիսի բան անի, այս ազգը բունտ կանի, չէ՞։ Վերցեք օրինակ երեկվա հայտարարությունը բանի Արադ Միրզյանի Կայա Կալասին տեսել ասում է իմ սիրելի բարեկամ Լավրովը սխալ է ասում, որ մենք հարձակվել ենք եկեղեցու վրա, բա ինչ է կարելի չեք հարձակվել։ Արա հարց ունեք քաղաքացի Միքայել Աջապահյանին, հրավիրեք քննության եւ բան արեք, դուք ձերբակալ եք, քննեք ինչ ուզում եք անեք, դուք 3-400 հոգով գնում եք եկեղեցի, որ քաշեք բերեք իրան։ Դա հարձակում չի։ Հանգեր, թե ամենահեշտ ձևը ձեր համար մորուք պահելն է ու տենց անկապ դուրս տալը։ Բայց անկապ դուրս տալը չէ, որովհետև հիմա Նիկոլը բնականաբար հանձնարարություն է ստացել իր տերերից, այն է Էրդողանից եւ Ալիևից, որ մենակ դու քիչ ես ԿՊ-ից ասա մի 10-15 հոգի եւս պրոթուրքական այս կերպարներն առաջ բերեն։ Դրանից մեկը հենց նույն բանն է։ Արադ Միրզյանը, որ առաջ թուրքերը խնդիր են դնում, դա պրո-թուրքական տիպ, պրո-ադրբեջանական տիպ։ Այս process-ը գնում է, էլի, այսպես։ Կհաջողի իրեն։ Եվ իրեն պետք է տեսարան ստանալ, պարոն Բագրատյան։ Քիչ առաջ տեսարան էմոցիայի համար իրան պետք է տեսարան։ Պետք է։ Ինքը հրավիրել Միքայել Աջապահյանին, հանգիստ կամ Բագրատ Սրբազանին, նրանք գնալու էին պետանվտանգություն, այնտեղ էլ կարող են հատել, որ ձեզ ձերբակալել են։ Ինչու դա չէ։ Իրեն տեսարան էր։ Տեսարանը պետք վախեցնելու համար։ Որ ես տեսեք, ես դիկտատոր եմ։
Իրան պետք չէր որ Միքայել Աջապարյանը գար, իրան քրեական հոդված դնեին։ Իրան պետք էր Միքայել Աջապարյանը գնար Վեհարան, իրան գնային Վեհարանից իրան քաշեին բերեին, ու ասեին այս կաթողիկոսը տեսեք չի կարողանում պաշտպանել իր սրբազաններին։ Կաթողիկոսը իմ կարծիքով արեց բավականին կասկածելի քայլ, վեր կացավ, ինքը նրան ուղեկցեց, ասեց արի գնա։ Իսկ ինչ չաներ։ Ես չեմ կարող, ես հիմա ասեմ վաղը ինձ դատարան են կանչելու։ Ինչին էր պետք, եթե նա պիտի այտենց հանձնվել, ինչի կաթողիկոս կանչեց Վեհարան, Վեհարանը նվաստացրեց։ Չէ, չի կանչել, այդտեղ ժողով էր, ժողովի ա գնացել։ Ժողովի ա գնացել, թող ասել քեզ հետևում են, ընդհանրենք այսօր Գյումրիից մի արի։ Ինչ կարիք կար։ Բոլորը գիտեն, որ գնալու է Վեհարանի Վեհարանում ձերբակալի։ Սա դետալ է, սա քննադատ չէ, պարոն Բագրատյան, թող նաև հայ ժողովուրդը տեսնի, որ այս մարդը ինչի է վիճակի։ Այս մարդի վիճակի է գնա Վեհարան ամեն ինչի վրա է անցնել։ Հայ ժողովուրդը ինչ տեսնի, ես էլ այ կարծիքի եմ։ Չէ, ես օրինակ գիտեմ, քանի դրանից 2 օր առաջ Միքայել Աջապարյանն ասաց ընձել են ձերբակալելու, այն ըստի Գյումրիയിൽ թողային ձերբակալեին։ Մենք չենք ուզում, ես չէի ուզում տեսնել եկեղեցին, Էշմիածինը բան արած, այսպես ոտնատակ տրված։ Ոչ մեկ չէր ուզում տեսնել, բայց նաև հայ ժողովուրդը թող տեսնի, որ դուք հիմա ինքներդ ասեցիք, վաղը ասելու է, չհամարձակվեք հայերեն խոսել, չհամարձակ։ Անջելա ջան, ինչ հայ ժողովուրդը, ինչ բան է, դե ժողովուրդը ուշ շունի սրա դեմ դուրս գալու է։ Ինքը այս հրեշին ստեղծել է, մասնակցել է, ես մա չեմ մեղադրում։ Այս մարդու քաղաքական ձևով հարցերը կլուծվեն։ Իսկ տեսեք, մենք տեսանք որոշակի պաշտպանություն, եկեղեցիականների կողմից, դա պիտի շարունակվեր, թե պիտի շարունակվեր, եթե սկսել էիք, շարունակեիք։ Թող մտներ զորով, ուժի վերցներ։ Եթե սկսել էիք։ Եթե չէ, ինչ էիք մեզ օրինակ ինչ էիք ինձ հիասթափեցնում։ Հերթական պարտությունը, մտան եկեղեցու հետ վարվեցին ինչպես ուզում են։ Այդ եկեղեցու Բաքվում նման գործողություններ որևէ թուրք սուլտան կամ պարսից շահ չի արել երբևիցե։ Նույնիսկ մի անգամ Նիկոլայ II-ը փորձեց, այն էլ ասեց, իդեպ Նիկոլայ II-ը ես արտահայտվել եմ, լավ բան էր ուզում անել։ Որովհետև ասում էր, չհասկացամ, կես սա հողերը եկեղեցուն են այնտեղ։ Սես բան ինքը չէր իմանում դա։ Ինքը 1861 թվականին հողային ռեֆորմ էր եղել Ռուսաստան։ 1897-ին էր կարծեմ, ասեց այդ ռեֆորմը պիտի արվի նաև Անդրկովկասում։ Անդրկովկասում պարզվեց, որ կուլակներն են, այն է գյուղացիներին տալու հող չկա, հողերի մեծ մասը եկեղեցուն է, հայ առաքելական եկեղեցի։ Եվ այդտեղ էր ինքը զայրացել, թե այդպես բան ոնց կարա լինի։ Դա իրոք այդպես է։ Օրինակ դուք գիտեք, որ հիմա որ խոսեմ, կասեն եկեղեցունա քննադում, չեմ ուզում ասել։ Եղել են դարեր, որ եկեղեցին միշտ էլ համարյա ամենախոշոր հողային կալվածներն է ունեցել։ Դա առաջացել է միշտ վրդովումը կառաջացել, բայց ես սրա մասին չեմ ուզում խոսել։ Այսի ասենք մեր ընդհանուր եկեղեցու, որի հավատարիմ հետևորդ ենք մենք, այն թերություններն են, որոնք ասենք բարձրացել է իր ժամանակ գերհայտնի եկեղեցական գործիչ Մաղաքե Օրմանյանը։ Հասկանում եք։ Ես նորություններ Օրմանյանը ապրել է սրանից ավելի քան 100 տարի առաջ։ Շատ լուրջ բաներ կան կարդալ, էլի։ Կարելի է կարդալ Ղևոն Դալիշյան եւ այլն։ Ասում են, որ այս հրահանգը կոնկրետ, որպեսզի դու ցույց տաս քո հավատարմությունը, պիտի շարունակես հարցակվել եկեղեցու վրա եւ հեռացնես վեհապարին։ Կա այդպիսի բան, թե։ Անպայման։ Հա։ Ինքը վեհապարին չի հեռացնում։ Այս վեհապարը հեռացումից հետո մենք կարող ընդհանրապես կաթողիկոս չունենանք։ Հասկացեք, մենք ունեցել ենք, մենք մեր թագավորներին նույնիսկ մեր պատմությունը ոնց է, սիրելի ժողովուրդ, մենք երբեմն չգիտենք մեր թագավորների ճիշտ թվերը, որոշներին գիտենք, որոշներին չգիտենք։ Օրինակ չգիտենք, քանի հատ տրդատ ա եղել եւ որ թվից որ թվ է, դա վեճի առարկա է, տրդատ մեծ, չգիտեմ, տրդատ 4-րդ, տրդատ 3-րդ, վեճի առարկա է։ Մենք ունեցել ենք 133 կաթողիկոս բոլորի, օրն ու ամսաթիվը գիտենք։ Բոլորի, այս բան չկա աշխարհում։ 133 կաթողիկոս։ Իսկ կարող է վերջ տա, հա, ինքը դրան։ Կաթողիկոսը վերջ տա։ Մեր կաթողիկոսական աթոռը երբեք չի ընդհատվել։ Երբեք չի ընդհատվել։ Այսինքն պատմական հրեշավոր բան անի։ Ես չեմ հասկանում հրեշավոր։ Այնն չէ հրեշավոր։ Հայ ժողովրդի։ Այդ մարդը նվաճող եկել է նվաճել է մեզ, օկուպանտ է ինքը։ Հիմա ուզում եք ասեմ քաղաքական օկուպանտ է, հետո նվաճել է մեր հողերը, նվաճել է մեր քաղաքական կամքը, դեռևս չի նվաճել մեր հոգին,
չի նվաճել մեր եկեղեցին, չի նվաճել մեր գիրն ու գրականությունը։ Բայց բոլորը պիտի նվաճի, որովհետև process-ը, սա բանա, soft ոնց են ասում, մեղմ օկուպացիա, բայց այսպես օկուպացիան ելում։ Բայց դուք կարծում եք թուրքերը մտնելու են, բաները, յաթաղանները հանեն մորթեն, էդի վերջում։ Էդի վերջում։ Չէ, զուգահեռ ադրբեջանցին մորթողա, զուգահեռ ադրբեջանցին դեղից կմորթի, ինքը այդ հիբրիդային ձևով կգա կանի։ Մի քիչ տարբեր են, չէ՞, ադրբեջանցիների թուրքի, դրանք հələ դեռ այդ բանի վրա են։ Նո թուրքերը մի քիչ ավելի քաղաքակիրթ են։ Մի քիչ, մի փոքր։ Քաղաքակիրթ ձև են մորթում։ Կտրում են, մի անգամից են կտրում, ադրբեջանցիք մի քիչ ավելի դանդաղ են անում դա։ Երկար կպահի դեռ սրբազաններին կարծում եք։ Քանի իշխանության այդ սրբազաններն այնտեղ են։ Այստեղ ամբողջ հարցնանում նա հիմա Ջերբաժանը, բարիկա դա։ Կարմիր գիծ կա ժողովուրդ ջան, այսինքն մեր հավաքական կամքը, արդեն ես կասկած չունեմ 99%-ը Փաշինյանին դեմ է։ Մեր հավաքական կամքը հերիք է գցելու սրան։ Սրա հետո մենք Փաշինյանի դեմ միայն չենք կրում։ Ես անկեղծ եմ ուզում ասել, որ այն ուժը, որը ուզում է Փաշինյանին քաղաքականապես հեռացնել, պետք է հասկանա, որ գործ ունի Փաշինյան, Ալիև, Էրդողան երյակի հետ։ Այստեղ հələ դրանց էլ միացած Եվրոմիություն, միացյալ դրա մասին էր էլի խոսեք ու Մակրոնի հայտարարությունները, օրինակ Լավրովին ասեցին դա ձեր գործը չի, մեր ներքին գործն է, բայց Մակրոնի տեսակ ոնց այսօրվա իշխանությունները տարածեցին, արձագանքեցին, ոգևորվեցին, տեսեք ինչի ասում Մակրոնը։ Բայց պիտի ասեմ։ Ինչ ասում Մակրոնը, ասում է ողջունում եմ քո դեմոկրատական ռեֆորմը։ Այսինքն եկեղեցուն հայ կպնելը դեմոկրատական ռեֆորմա։ Ինչի հետին կպնելը, անի կպնելը։ Թող հանգիստ ասենք։ Թող հանգիստ ասենք, մի հատ բարձրացնենք, մարդիկ հասկանան։ Վերջում էլ գնահատական տանք Մակրոնի գործողությանը եւ ասենք ինչու է այդպես ասում։ Ապուշի Մակրոնը, ամենևին։ Ապուշը Ֆրանսիայում նախագահ չի դառնում։ Հեցի գործողությունները, հեցի դեպ եվրոպական բանա, ակտիվ է։ Եվրոպական է։ Երեք ասեց։ Ուրեմն հեցի նկատմամբ գործողությունները իրականության մեջ ազգայնացում են, բայց քանի որ Նիկոլ Փաշինյանն ասել են սահմանադրություն այդ բառը չկա, օգտագործել պետականացում բառը։ Բայց դուք որտեղ եք պետականացում հնարավորություն սահմանադրություն նախատեսում, ասում է կա սալն իմաստավոր, դադան որոշի գնա առ, փող։ Հիմա ինքն ասում է պետականացում, բայց խլում է։ Խլում է, չգիտեմ մարդկանց ինչ ասում, եւ եթե ասենք ինքը փորձի դա գնել, $800 միլիոն պիտի վճարի, նա վիճակի չի դառնելու։ Ասում են թուրքերը կտան։ Ասում է, չէ, թուրքերն չեն տալիս։ Ուրեմն տեղյակունես է խոսակցություն թուրքերի հետ, այս օրերին։ Թուրքերն ասում են, ոչ մի կոպեկը ձեր քոսոտ երկրում ոչ մի բան չեն տա։ Այդ արդեն պարզ է։ Հիմա ինքը պետականացման անվան տակ ազգայնացնում է։ Իհարկե, սպասենք որոշմանը հենց այս պահին ազգային ժողովի համապատասխան հանձնաժողով քննարկում է գնում, որովհետև բայց քննարկումը նրա համար չի որ փոխեն, ձևակերպումը տնակ ինչ կլինի։ Ասում եմ, չեք ներվայնանում, ասում է, այդքան վատ աշխատում հետ սա։ Գիտեք ինչ կա, իմ ժամանակ 5 էլեկտրացանց էր աշխատում եւ բավականին մրցակցային ձև աշխատում էին։ Ես ճիշտ ասած կուզենայի Հայաստանում էլ այդ մրցակցային միջավայրը շարունակել, բայց պետք է նշել, որ Կարապետյան Սամվելի կողմից հեցերը գնելուց հետո ոչ թե միաստիճան, մի կարգով բարձրացել է վիճակը։ Մոտ 200-250 միլիոն պարտք մարել է մարդը։ 300-ի մասն են ասում, 300 միլիոն։ Ներդրում ասեցա, ներդրումը ո՞րն է, նախ եւ առաջ պարտքն է բաղել։ Պարտք, որի պատճառով Հայաստանը սրանից կարծեմ 8 տարի է, թե 9 տարի առաջ է, դեֆոլտեր է լինելու։ Հիշում եք Գլադունչիկի Հայաստանը, որ կես տարի մեկ տարիֆեր բարձրանում, էլեկտրաէներգիայի, արդեն 8-9 տարի տարիֆ չի բարձրացել։ Որտեղ գողություն էր եւ հանկարծ եկան ասին, որ 250 միլիոն էլ պարտք կա։ Եվ պարտքի մեծ մասը նրանից էր, որ Գլադունչիկն ասում էր 20 միավորով, 20 դրամով թանկացեք էլեկտրաէներգիան։ Համապատասխան հանձնաժողովը թանկացնում էր, ասենք 8 դրամով։ Հիմա ասում եմ մեկ-մեկ անջատում են, այս մարդը ասում ամբողջ կաբելները փոխում են, հա? Նախորդ զգուշացում անջատում են։ Եվ իմ կարծիքով 5 բալանոց գնահատականի մեջ ես կասեի, որ հենց աշխատել է 4.5 բալ գնահատական, այդքան բարձր գնահատական է տալիս։ Ես այդպես կասեի։ Չնայած եթե վարչապետը լինեմ վաղը մյուսը կանչեի, կասեի թերություններ կան, դա այդ պիտի վերացնենք։ Մեզ հայտնի է, որ նրանց հաջողվել է ինքնարժեք իջեցնել 2 անգամ։ Իրանց գնումների համակարգով, բանով,
եւ հեծը մեծ հիմնարկ է, մասնավորը պետական ինչ-որ մեկը կփորձի ինչ-որ խախտում անի։ Հիմա մենք սա որ պետականացնում է, հիմնական պատճառը երկուսն է, նախ Սամվել Կարապետյանի նատուժի սրկի եւ որ ամենակարևորը նախապատրաստում է ընտրությունների, որովհետեւ հեծում աշխատում է 9600 մարդ, որոնք չբերեն 45-ից 50000 ձայն են բերել։ Իսկ դա մեր ձայների 1 միլիոն մարդ է մասնակցում ընտրությունների առնվազն 5-6%-ն է։ Անմիջապես կվերցնեն պետական կառավարման, ինչքան աշխարհագրության ուսուցիչ կա, ինչքան պատմության ուսուցիչ կա, կբերեն կդնեն գործերի, բաների, էլեկտրական բաների, դու ասա, ինչա կոչվում, էլեկտրիկների տեղը կդրեն աշխատանքի, կսկսեն թալանել։ Ямել ձայներ կփորձեն ապահովել։ Սա է ինչ սպասվում է հեծին, որովհետև դա անխուսափելի է թալանը։ Որտեղ ոչ տեր չկա, բան չկա, իրանք հեծի տնօրենն էր կարծում ասել էր, բայց չէ որ մասնավոր կառավարիչը միշտ ավելի արդյունավետ է, այսքան էլ փող ենք դրել, ով էր դնելու այս փողը։ Սուս ու փուս 100 քանի միլիոն տվել ենք, առել ենք, դրա կրկնակին ու ավելին էլ դրե պարտք ենք փակել։ Բարձվում է, բայց հեծը ռուսական ակտիվ չի, կիպրական ակտիվ է։ Եվրամիության ակտիվն է, եւ Ֆրանսիայի նախագահն ըստ պաշտպանում է, որ դա զրկվի։ Այսինքն, եթե հետևում ենք Ֆրանսիայի նախագահի տրամաբանությանը, ես ուզում եմ, որ դուք հասկանաք, սիրելի ժողովուրդ, ապա լավագույն ձևը, երբ որ սեփականության ձևը լինի պետական եւ եկեղեցին չլինի։ Ստացվում է, որ լավագույն ղեկավար իր տեսակետից Մակրոնի Կիմ Չեն Ինն է Հյուսենկորիա։ Ամեն ինչ պետական է, անկեղծ։ Այն օրը կոռուպցիայի ինդեքսներ հրապարակված 0.3%։ Ֆրանսիայում 12% է, Մակրոնի ժամանակ կոռուպցիայի դեպ բարձրացել է։ Հայաստանում 37%։ Հարավային Կորեայում 15%։ Հիմա դուք Հարավային Կորեայի նման կյանք եք ուզում ժողովուրդ, թե Հյուսիսային։ Հյուսիսային Կորեայում կյանք չկա, բայց կա զրոյական կոռուպցիա, ամեն ինչ պետական է եւ նորմավորված տալոններով բաժանում են։ Հա Մակրոնն է ուզում գնա Ֆրանսիայում դարա։ Քիչ էր որ կարողացած, նո ինքը չէր Հոլանդն ու Մերկելը կարողացան գզվրտել ուկրաինացիներին ու ռուսներին, հիմա ամեն ինչ անում էր, որտեղ խաղաղություն չլինի, չնայած ուկրաինական ժողովուրդը վերջերս մեծ ապրոցներ անի 73%-ը կատեգորիկ դեմ է պատերազմը շարունակելու։ Վերակենում ինչ-որ մի հատ փոքր ժողովուրդ Լիտվայի պրեզիդենտ ասում է մինչև 28 թիվը պիտի կռվեք, մեզ տենց է պետք։ Հասկանում եք։ Իհարկե մենք չենք գովում, նաև քննադատում ենք, ասենք ցանկացած ագրեսիա, ժողովրդի դեմ, պետության դեմ, ժողովրդի սպանելը եւ այլն։ Բայց դուք ելք եք թողնում։ Բոլորդ ասում եք հազիվ այս երկուսին ռուսներին ու ուկրաինացիներին կռվացրել ենք, միջև էր կռվեն։ Ինքն էր չէ պատճառը, չէ Հոլանդն ու Մերկելը պատճառը, որովհետև Մինսկ 2-ը ստորագրեցին 15 թվականի փետրվարի։ Մինսկ 2-ի համաձայն երկու մարզ, Լուգանսկը եւ Դոնեցկը, պետք է ստանային ավտոնոմիա կարգավիճակը Ուկրաինայի կազմում։ Այդ երկու մարզում պետք է ճանաչվեր լիորեն ռուսաց լեզվի իրավունքը, ինչ է եղել։ Թող երկու պետական լեզու լինի։ Նյուֆանդլենդում 10 պետական լեզու կա։ Իրաքի Քրդիստանում 6 պետական լեզու կա։ Դու Պակիստանը Եվրոպայի ներսում էլ Պակիստանը 4 պետական լեզու կա։ Կամ Տրանսիլվանիան, որը այսօր գտնվում է Ռումինիայի կազմում, այնտեղի հունգարացիք իրավունք ունեն հունգարերեն խոսել դպրոցներ, եւ այդ պետությունը ֆինանսավորում է Ռումինիա։ Այդ հունգարական դպրոցները, որտեղ հունգարերեն են դասավանդում երեխեքին։ Հասկանում եք։ Իսկ Ուկրաինայում իրանք ինչ արին։ Իրանք Մինսկ 2-ը ստորագրեցին, Մինսկ 2-ից հետո չարեցին դա, անդադ ձեռառան, ձգձգեցին։ Հետո էս խոստովանեցի, որ խաբել ենք ժամանակ։ Հետո խոստովանեցի, որ խաբել ենք ժամանակ շահելու համար։ Երկուսն էլ հայ ժողովուրդ, բավոր 4 տարի հետո Մակրոնի, 5 տարի հետո Մակրոնի հաջորդ ասեն ժամանակ տենց էր պետք խափում էինք հայ ժողովրդին։ Որ Արցախը տանեինք, հետո էլ Հայաստան։ Որ Արցախը տանեինք, ասենք Արցախ չկա, ուրեմն խնդրեմ չկա թուրքերի հետ։ Մեր հիմնական նպատակը Հայաստանում ոչ թե Հայաստանի բարգավաճն կամ Հայաստանին Եվրոպան տեսնելն է, չնայած այդ Եվրոպա գնալը մեզ ինչ ատալի անհասկանալի է, ինչպես Բուլղարիային, որ ոչինչ չտվեց։ Ոչ թե դա էր ասեն, այլ ռուսների ոտը Հայաստանից կտրել։ Ինչի՞ որովհետև ռուսներին մենք տեսնում ենք ախոյան Եվրոպայում։ Դրա համար գնում ենք հայերին, ասում ենք առանց կոպեկ տալու, կամ էլ 1 միլիոն ֆրանկի, եվրոյի բանը օգնություն, հումանիտար օգնություն ենք տալի, որպեսզի մի քանի հոգի այստեղ միտինգներ անեն ռուսների դեմ։ Դուք գնացեք թշնամացեք ռուսներին։
Եկեք մի օր հասկանանք, թե ինչքան խելացի վարվեցին վրացիները, որ ի վերջո հասկացան իրենց վտանգը։ Եվ այս մարդը ասում է, հարցակումը հայ առաքելական եկեղեցու դեմ համարում է ինչ։ Ասում է ռեֆորմների շարունակություն։ Ինչ ոնց ասել, մի հատ ճիշտ ասանք, որովհետև ես կարող եմ բան չանել։ Ինչ ողջունել է։ Ողջունում է։ Այո։ Որը գնա քեզ ողջունում է։ Դեմոկրատիան, Նա քեզ ողջունում է, վերջնականապես որոշի դու ով ես, ինչ ես։ Ում ես ներկայացնում։ Ինչ բաներ դու ասա, հավակնություններ ունես։ Հիմա մի հատ գրառում է հենց նոր դրել Նիկոլա, ասում է, տեսեք, ես դեռ 23 թվականին եմ ասել, հարկավոր են պատժիչ միջոցներ կոնկրետ հենցի նկատմամբ։ Իբր նոր չեմ որոշել, էլի, դեռ 23-ից եմ որոշել։ Հետո չի մարսելուք։ Մենք հոսանք չենք ունենալ ժողովուրդ։ Նույնիսկ ես պետականացան որոշում, իրականում պետականացում չի, ազգայնացում է։ Ազգայնացում բառը կրկնում եմ, չի օգտագործում, որովհետև սահմանադրորեն արգելված է։ Այս սկսվելու է վեճեր, բոլոր վեճերով հեծը հաղթելու է։ Հեծը կիպրական ընկերություն է, կիպրական ներդրում է համարվում։ Սամվել Կարապետյանը այդքան հեռատեսություն ունեցել է, որ ձևակերպել է հեծը որպես կիպրական ակտիվ։ Նա դիմելու է դատարան եւ դատարանը կրել է, չի թողելու հեծը աշխատի, չի կարող հեծը աշխատել։ Բայց ինքը տես պարտվել չի սիրում, կքանդի ուրեմն։ Ինչ է։ Քարուքանդ կանի հեծը։ Դե հա, հիմա բայց ինքը պատրաստ չէ, եթե հիմա քարուքանք տանի ժողովուրդը 5 օր հոսանք չունենա, ժողովուրդա, չէ։ Օ, կասի դե ժողովուրդ չունես, ավելի լավ գնա հարցակվի։ Հա։ Տեսակ։ Սպասի։ Էս իր պլանը մեջ չի մտնում, սպասի մի հատ խոսենք էլի։ Ինչ է իր պլանը։ Իր պլանը հաջորդը պետք է լինի ինչ որ մի բան կապված հայոց լեզվի, հայոց գրականության, հայոց բանի հետ, այբուբենի հետ։ Էս մի բան հերթական է։ Նորից եմ ասում։ Ասում եմ, նաբերիս մужество։ Պատկերացրու որ գործ ունես Թուրքիայի, Ադրբեջանի ներկայացի հետ։ Ոչ քիչ այդ մարդը, ոչ դավաճանը, ոչ սովորական ճշնամի։ Ուրեմն այս ճշնամին այս պետությունը soft տարբերակով, փափուկ տարբերակով պիտի կանգնի։ Այս ազգը, այս համույթը, այս էթնիկը ինքն իրանով չպետք է լինի։ Նույնիսկ եթե Ադրբեջանը հարձակվում է, մորթում է, նեղվում է, ասենք Մակրոնի նման մարդը նեղվում է, ասում է դգնում մի հատ հայտարարություն արա, մորթել են դե մի 100 հոգի։ Ուր է սա չլնեին պրծնեին, ես ինչ է, դարի գնա հայտարարություն արա, այս սա մոտեցում։ Հասկանում ես։ Հիմա սա կտած տարբերակ է։ Սա համաձայն այդ ամեն ինչը ոչ չաստ։ Հիմա եթե լույս չլինի, այս լույսը առաջի հերթինը չի էլի, ինչ որ լույս պիտի լինի, չէ։ Շատ ակնհայտ է։ Լույս չեք ունենա ժողովուրդ ջան։ Այդ ընդհատումները, որ իբր թե ընդհատումներ են, կարող է այդ ընդհատումները ավելի հաճախ լինել, քան թե երբ որ վիոլան ջուրը կտրում է։ Կարող է այդ ընդհատումները ավելի հաճախ լինել, ես կենտրոնում եմ ապրում, հենց եկեք մեր բակը տեսեք, հենց հիմա վիոլան աշխատում է, այսպես ասած, կոյուղին կանալիզացիան մաքրելու համար։ Որովհետև մի կողմից կանալիզացիան մաքրում են, մյուս կողմից Տիգրան Ավինյանը ռեստորանի թույլտվություններ է տալիս։ Որ չի կարելի, թիվ կա, հասկանում եք, որտեղ ռեստորանը երբ որ թափոնները թափում, այդ յուղը գնում փակում են կանալիզացիան։ Ամբողջ օրը, ամբողջ բակը լցված։ Եղել է 3 օր այդ կեղտաջրի մեջ աղի ժողովուրդը քալելով։ Ես հիշում եմ մեկը զանգեց հավաքվեցի մի եկի ստիպված ասում եմ մեր պարոն Բագրատյանն էլ է մեր կողքին եկեք մի բան արեք։ Բայց էսի ինչի՞ չես պետականացնում։ Հա? Վելաջուրը։ Մակրոնը կասի մերն է։ Մակրոնը դիսկոս ու։ Բայց ֆրանսիականը չի կարելի, կիպրականը կարելի է։ Դժվար։ Ես բայց դուք այդպես մի քիչ մի չափազանցեք Մակրոնը պաշտպանած, Մակրոնը չի հասկանում։ Մակրոնը ուզում է կայանալ, նա չի կարողանում կայանալ որպես պետական գործիչ ու պրեզիդենտ Աշկի առաջ ունի Դեգոլին, բայց Դե Գոլը գործիչ էր, լսի միջև վերջ։ Հիմա այդ հակառուսականությունը Մակրոնը օգտագործում է Թրամփին կայանալու համար։ Ու Եվրոպան ես պիտի փրկեմ։ Եվրոպան պիտի ես անեմ, են անեմ։ Այսպես է փրկում։ Երբ որ ասում ես ինչ հաջողություն ես, ասում է ռուսների ոտը Հայաստանից կտրեցի։ Ուկրաինայում էլ պատերազմը շարունակվում է։ Ուկրաինայում էլ երկու եղբայրած, գիրոք եղբայրած երկու։ Իրար մորթում են։ Հաջողել ենք մենք։ Մենք հաջող տղեկ ենք։ Բայց դուք ձեր գնահատականով չի հաջողելու հեծը խլել, բայց մենք ունենանք մեծ կորուստներ։ Հեծը էս մարդը բան անելու։ Ինչ օրենք էլ ընդունի գնալու է դիմի դատարան։ Արշի Սամվել Կարապետյանի քայլերը։ Դուք ասեցիք ցանկացած դատարանում հաղթելու, ցանկացած։ Դուք ձեր հարցազրույցներից Հա, դատարանները էս որոշումն են կայացրում, կամ տվեք այդ մարդուն $800 միլիոն փող, $800 միլիոն, որը Հայաստանը չունի,
որովհետև Հայաստանը բյուջեի ինչ փողն նախ այդ բյուջեն չի աճել, 100 անգամ զրուցել ենք այդ մասին։ Ինչ փողել ունի, հազիվ աշխատավարձ ա տալի այդ ԱԱՑ-ի, ՄԱԱՑ-ի։ Իսկ չէ՞ վստահ որ թուրքերը չեն տա, որտեղ մամուլում գրվեց, որ Թուրքիան հնարավոր է վերցնի։ Հնարավոր է թող 800 միլիոնը բերի տա Սամվել Կարապետյանին։ Առնողը։ Այդ արագորեն ալեմ, արագացված կարգով այդ։ Միջեր դե կառավարության որոշմամբ է, չէ՞ եղել, որ հատկաց այդ բանը տվել են 800 միլիոնը բան վերցրել են։ Որը։ Հեցին տրամադրվող այդ 800 միլիոն այդ։ Չէ 800 միլիոն, ես ինչ 800 միլիոն եմ ասում։ Ես գնահատում եմ այսօրվա արժեքը հեցի։ Հա, ամբողջ բանը։ Ամբողջ արժեքը։ Բուն հեցը, բուն են պարտքերը, որ Սամվել Կարապետյանը փակել է, հասկանում եք։ Պլյուս այն վարկերը, որ ինքը վերցրել է։ Այդ վարկ ինչքան էր կազմում։ 150 միլիոն։ Հա։ Ինքը վարկ է վերցրել։ Այդ բանկերն օրինակ, որ ասենք բանկը խոսքի օրինակ 30 միլիոն վարկ է տվել։ Նիկոլ Զանգելու ասել այդ վարկը չես ուզում։ Ասելու է ինչ անեմ։ Նիկոլն ասելու է Մարտին Գալստյանի հետ նստեք որոշեք։ Վերջում ինչ են որոշելու։ Փակեն բյուջե կատարվող վճարումների հաշվին։ Բանց, բաթո շակարում պիտի վճարի սա։ Դու պիտի վճարես։ Որ օրիշով կա այս երկրում։ Էս են անելու։ Էլի պարտ կբերի պետության վրա։ Ինչ է, էլի պարտ կբերի։ Դե հա կբերի։ Չէ, դե հիմա ախրես этаպում Նիկոլ Փաշյանը մտածում է անցնեմ։ Մի հատ էս 2026 ընտրությունները ասեմ ընտրվեմ, որ երբ որ ընտրվեմ ասեմ 3 մատի կոմբինացիան բոլորին ցույց տամ, всё ասեմ։ Սրանից հետո իմ գործունեության ձևը դիկտատուրան է։ Դրանից հետո իմաստ չունի որևէ մարդու պահել իր դեմ խոսող մարդ ազատության մեջ պահի։ Հիմա էլ արդեն տեսա։ Նայեք, ինչ ասեց Սամվել Կարապետյանն, ասել է, այն ինչ չեն արել քաղաքական գործիչները մենք կանենք։ Այստեղից բխում է որ ինքը կոչ արի պրոմոցիան։ Իհարկե ոչ։ Բա եկեք ձերբակալի տանում են այդ մարդուն։ Կարող ասել է կգնանք իրանց կողքը կանգնեն, կարող ասել է կգնանք կողջունեն։ Ինչ հիմա, այսինքն դուք իրան մտքում գիտեք ինչ։ Սրբազանների մասով չգիտեմ ինչ է, Բագրատ Սրբազանի, այն Միքայել Հաճապարյանը անդադ ելույթ է ունեցել։ Կոչ կա պետությունը վերացնել Նիկոլ Փաշյանի։ Իհարկե ոչ։ Չկա։ Հիմա այդտեղ դատ չկա, դատարան չկա, բան չկա։ Այսպիսի բաները պետք է, այսպիսի բաները ինչ ասել։ Շատ լավ, ինչու հեծը խլելու հարցներ միայն, թե շատ ավելի քաղաքական կոմպոնենտ։ Դուք ասեցիք հնարավոր է որ Սամվել Կարապետյանը դառնա Հայաստանում Իվանաշվիլի։ Ոչ թե հնարավոր է, ես կարծում եմ որ Սամվելը պարտավոր է դա անել։ Նա նման հնարավորություն ունի։ Անկախ նրանից կլինի բանտում, կլինի Հայաստանում թե չէ։ Սամվելը այդ հնարավորություն ունի եւ ես ուզում եմ Սամվելին շրջապատին ասել, որտեղ այդտեղ կային մարդիկ, որոնք նաև պաշտոններ ունեցել, որ ասում են ախպերես մեր գործը չի բան, ու իրենց միշտ ասվում էր, ես 3 մատից կոմբինացիան կստանաք, նոր կիմանաք ձեր գործն թե չէ։ Այսինքն քաղաքականությունը մեր գործը չի։ Հիմա նա ուզի պիտի զբաղվի քաղաքականությամբ, կարծեմ արդեն զբաղվում է։ Աննարինա, որ ինքը խուսափի։ Երկու հարցալուծում մի անգամից հետո Սամվել Կարապետյանին զրկում է հենարանից եւ ստանում է պլյուս 50,000 ձայն։ Կպեն կարծում եք մի 100,000 հավաքելու է այս ընտրությունները։ Միայն փողով։ Էդ էլ չեն վերցնելու։ Ոչ մի վարկյան չկասկածեք որ այդպես է։ Այն օրը մենք գնացել էինք քաղաքական զրույցների գյուղեր բան, հասել էինք Վարդենիս եւ այլն։ Գյուղերը ասա չգիտեմ։ Այդ գյուղերը մի հատ մարդ չկար որ Նիկոլ էր պաշտպանում։ Մի հատ մարդ։ Ընդամենը 6 ամիս առաջ ասում էին էլի մի 10%-ը կպաշտպանի։ Մի հատ մարդ չկար։ Իսկ եթե Սամվել Կարապետյանին միջև ընտրությունները պարիփակ, հասարակ բան, ասենք Դավիթ Խուդատյանը ասում է ձեռ առնում սարկազմով։ Հերիկա զզվսիկ ես ընկանալու։ Իդեպ մի հատ ստուգեք էլի հարցը։ Դավիթ Խուդատյանը Նիկոլի քավորն է, թե Նիկոլն է իր քավորը, ասես հասկանում, հա։ Ո՞վ է Դավիթ Խուդատյանը։ Դավիթ Խուդատյանը տարածքային կառավարման նախարարը։ Մի հատ հարցրեք էլի, հələ մի հատ հարցը ես չեմ անում։ Իրավունք ունենք հարցնել։ Այսինքն այդպես հա կնոջ աղբորը, քրոջ քավոր 20-ին գործ ես դնում։ Գույցունի աշխատանքային օրենսգիր։ Շահերի կոնֆլիկտ հասկացություն գույցունի։ Եթե օրենսգրքինը չնայեմ, բաշահերի կոնֆլիկտը։ Այս մարդը հելնում ասում է եկեղեցին սխալ, հա։ Կաթողիկոսը կուսակրոն չէ։ Իդեպ ասում կաթողիկոսը կուսակրոն է, որովհետև ինչ որ իր կյանքը եղել է մինչև կուսակրոնության երթում։ Ոչ մի խնդիր չկա դա կապված է։ Բայց դու 4 երեխա ունես, ինչի՞ կինը չի ամուսնանում քո հետ։ Ու չամուսնացած երեխեքը, որոնք հայտնի չեն, եթե չեք ամուսնացել, ես չգիտեմ դա ում երեխեքն են, քո հետ ճամփորդում են։
պետության հաշվին։ Քո հետ ապրում են դաչայում։ Քո հետ ուտում են այն հացը, որը պետությունից ձերից ստանում ես։ Հասկանում ես։ Այսքան բանից հետո ինչի՞ չեք ամուսնանում։ Ժամանակ չունի։ Այսինքն եթե հարց կա, բարոյականության հետ կապված խնդիր կա կամ պարկեշտության հետ կապված խնդիր կա, հարց կա միայն Նիկոլ Փաշյանի մասով։ Եվ հաստատ այդ ինքը չի, որ այդ հարցերը պետք է բարձրացնի ինքը։ Դրա համար եմ ասում։ Ո՞վ է որ։ Դրա համար եմ ասում, իր տերը ասում է, ինքը երևի դիմադրել է, ասել է, ես կաթողիկոսին չեմ կարող կպնել, չէ։ Պետք է վարկապեք ես։ Սա քեզ չուլ։ Հայդե ես առաջ ասել եմ, ուզում եմ հիշեցնել, որ չասեն չի ասել էլի։ Դիմելու կարտոֆիլին վեապարտները, խնդրում եմ ձեզ, մինչև վեր ձեր տեղում մնացիք, եթե դուք ձեր տեղում մնաք, չվախենաք, ոչինչ չի լինելու ձեր հետ։ Դե եթե ինքը տես դիմակավորված մտնի եւ տանի, Չի կարա դիմակավորված մտնի։ ինչու։ Ժողովուրդ կա, բան կա, այն օրը չեն կարող, այն օրը նահանջել էին։ Այն օրը ինքը եթե կաթողիկոսը չբերեր մի քիչ Աջապահյանին, իրանք չեն կարող նահանգեցնել։ Չէին կարող, որովհետև հոգևորականները կանգնեցին, իրանք երևի այդ տեսարանը չէին ուզում, որ հոգևորականներին Այո, հիմա հոգևորականները ժողովուրդը կանգնի, դուք կկանգնեք, ես կանգնեմ, նա կկանգնի։ Անպայման։ Հա, ինչ ես ասում, չի կարող։ Բայց ես շատ մանտրաշ կնեմ։ Չէ, շատ լավ կոչ եք անում։ Շատ մանտրաշ կնեմ, եթե վեհապարտեր, վաղը դու կանգնես, ասես, դե հանուն խաղաղության, հանդարտության եղբայր պատրաստ եմ հրաժարական տալ։ Այս մի բևեռն է մնացել։ Ուզում եք գանք մի քանի շաբաթով ձեզ փոխարինենք, որ չնահանջեք։ Նահանջել իրավունք չունենք։ Մենք չունենք, մենք հայ ժողովուրդը այսօր կռվում է Էրդողանի, Ալիևի եւ Նիկոլ Փաշինյանի երակի դեմ։ Դե մի քիչ մեծացրեք արտաքին որևէ օգնություն չունենք, իմացեք, չկա, լուրջ ոչինչ չկա։ Մի թեթև մեր հիմնականում ավելի շուտ դրական քան թե բացական հայտարարություններ կանեն Իրանը, Ռուսաստանը։ Ամբողջ Եվրոպան ասում է Ռուսաստանին տշեք ու հանձնվեք թուրքերին։ Երբ որ դուք հանձնվեք, երբ որ դուք ձեր անկախության աստիճանից մի աստիճան ներքև իջնեք հայեր, այն ժամանակ կտենաք ոնց ենք մենք թուրքերին, ձեզ կպնողներին քննադատելու։ Շատ փիս խոսքեր ենք ասել։ Սա է։ Միացյալ Նահանգները տարապես ասում է, ես չխառնվի, եւ եթե խառնվեմ, միայն Թուրքիայի կողմից եմ։ Բա ոնց ասում, Տանտոյի ամենամեծ բանակն է։ Միակ երկիրն է, որտեղ ռազմական ծախսերը իրենց արդարացրել են, բանակ ստեղծել։ Բայց տեսեք, մյուս կողմից էլ եկեղեցին վեհապարվան ասում են, դա քաղաքական ուժերի գործունեություն, դուք դա թողնում եք մեզ վրա։ Դուք պիտի այդ դերակատարումը վերցնեք ձեզ վրա։ Կվերցնենք։ Դա ուրիշ բան։ Հա, պատրաստ են բոլորը։ Ինքը հիմա պաղկվեց, մի հատ էլ սուտ ասեց, այս երկու սրբազանները բան են, քրեական են, այդպես բան չկա։ Ես Բագրատ Գալստանյանի գործին ծանոթ չեմ, քրեական գործը թող հրապարակելի դե պիտի կոչ անեի։ Բագրատ Սրբազան, խնդրում եմ, հանձնարարի քո թիմին, փաստաբանեն, հրապարակեք ամեն ինչ, ախպեր ձեզի ինչու են մեղադրում։ Դե օրինակ ասել որ մի քանի օրինական զենք, որ կա ցանկացած որսորդի տանը, գտել են մանուշակագույն ծուխ, որ ազատ վաճառվում է, Երևան քաղաքի քարտեզն են գտել եւ ձայնագրություններ, որոնք իրավական հիմք չունեն։ Բայց ես բոլորը արա, ասեք։ Ասում եմ, ամեն օր կարդում եմ։ Դե չէ, ես օրինակ այսօր լսեցի։ Ես ներողություն։ Մի քանի օրինական զենք, որ կա օրինական զենք։ Հասկանում եմ, իր փաստաբանները քո օֆիսից դուրս չպետք է գան այս բոլորը բացատրելու։ Ես կարծում եմ ժողովրդի մի տոկոսներ սա չգիտի։ Իր փաստաբանները պետք է աշխատեն։ Ոչ մի անօրինական զենք չեն գտել։ Մանուշակագույն ծուխ են գմփուցիկները, որ կա է ծուխ արձակում, գտել են դա։ Քարտեզ են գտել եւ ձայնագրություններ, որոնք իրավական հիմք չունեն, դեռ ապացուցած չի, որ ինքն է, ինչը ասե, երբա չկա։ Բայց տեսեք ինչ քարոզ են տանում։ Անահիտ Բախշյանը մյուսը պայթեցնում են, ահա բեկչություն է, եկել են, չգիտեմ, ամբողջ օրը այդպես քարոզ է գնում։ Ճիշտ եք ասում, այո, բայց սրա մասին է մենք պիտի առավոտ ու գիշեր ասենք։ Բայց դարձրեք թեմա սա։ Ես անում եմ, Եվ պահանջեք եւ Բագրատ Սրբազանից, եւ Միքայել Սրբազան Աջապահյանից։ Ասեք ախպեր ջան, ձեզ ինչ մեղադրել են, կոպեն արեք տվեք մեզ։ Անդադ խոսեք, անդադ հրապարակեք, թեմա դարձրեք։ Իսկ Միքայել Սրբազանինը պարզ է, հարցազրույցի ժամանակ ասաց այդ խոսքերը ոչ մի բան էլ չկա այդտեղ։ Ինչ էր ասել, օրինակ ինչ էր, օրինակ ինչ է, քրեական ինչ էլեմենտ կա։ Որ մենք այն իրավիճակում ենք, որ պիտի ոնց էլ բառացի ասել։
Ռազմական հեղաշրջում իշխանափոխություն հասել ենք այն իրավ։ Չի ասում գնացեք արեք։ Ասում ենք այսպես փիլիսոփայական խոհերի մեջ է եղել։ Կարծիքն ասել, ինչ ասել։ Կարծիքը ասել, փիլիսոփայական խոհեր է։ Իդե սրբազանները իրավունք ունեն Նիկոլ Փաշինյանից խոսելու։ Որտեղ նա քաղաքացի է։ Բայց Նիկոլ Փաշինյանը եկեղեցուց խոսելու կաթողիկոս խոսելու իրավունք չունի։ Եկեղեցին տարանջատված է պետությունից։ Դա էլ չենք հասցրել ժողովրդին միջև հիմա։ Դե լավ անում ասում է, սա է անում, այսինքն մենք լուրջ անելիք ունենք։ Ինքը ամեն անգամ sense վերցնում է, ինչ ուզում անում է, մեր կասում։ Ես այնքան հեռավոր գյուղում եմ երեք չեմ ասում։ Տեղյակ էին։ Ո՞ւս հասկանում եմ։ Օրինակ, երբ որ ես ասացի, նայեք, ինձ հարց տվեցին, երբ որ այս նախադասությունն ասեցի, որ Նիկոլը իրավունք չունի եկեղեցու խառնվելի, բայց եկեղեցին որպես քաղաքացի կարող խառնել պետության գործունեություն, այս սահմանությունն ասում։ Հիանալի հասկանում են։ Հիանալի հասկանում են իհարկե։ Հիմա ինչ որ քայլեր, գործողություններ քաղաքական ուժերի սրբազանների համար Սամվել Կարապետյանի համար պիտի նախաձեռնվի։ Այո, առնում ենք ինչի, օրինակ երեք ինձ հրավիրեցին, բանը չգիտեմ, առաջիկայում մեծ հանրահավաք իր պաշտպանություն Սամվել Կարապետյանի։ Շատ լավ։ Հա։ Շատ լավ։ Ասեցին, որ ինքը շատ լավ է դիմանում ամեն ինչին, ամենահասարակ պայմաններում եւ այլն։ Առաջիկայում Մարդը իր ուժերով մի հատ գյուղից գնացել, հասել, դարձել է ինչի, բա ինչի մասին, բարձ չի որ մարդը եւ կամք ունի, եւ ուղեղ ունի, եւ կամայնություն ունի, ինչի մասին է խոսքը։ Դե հիմա ինչա մենք բայց դու Մարդը 1 միլիարդին, գիտեք, չէ, ես այստեղ ասեցի, ճշտեցի, փորձեցի հասկանալ, ինչ բարերարություն է արել, ինչ օգնություն, ասենք 40 միլիոն հիվանդանոցին Արցախի, 22 միլիոն, այդ որ կառուցել է տվել է 10 միլիոն, որտեղ հաշվացի ինչքան է քրքրքանի չափ, դե պարզ է, չէ՞։ Նախին առաջին ավելի ասեցին միլիարդի մոտ, պատկերացնում բայց դուք չեք պատկերացնի քանի մարդ է ինձ մոտեցած, ասում են իսկապես այդքան բան արել Սամվել Կարապետյանը։ 24 միլիարդ է Հայաստանի հանակ, 24 թվին եղել, 2024, այդ 24 միլիարդը Սամվել Կարապետյանը։ Խնդրեմ։ 5%-ն է։ Մարիամ։ Այսինքն այս մարդու մեղավորությունը գիտեք ինչն է, որ են մի հատ գործարար ունենք, որ մի հատ փուչիկա նվիրում 40,000 անգամ ցույց է տալի։ Այս մարդու մեղքն է, որ այդ դրա մասին չի խոսել, չի ասել, չի ցուցադրել։ Դա դեպ շատ կարևոր է։ Հա, պարտադիր փուչիկը լավ ասիր։ Հա։ Կամ երկու մեշոկ կարտոշկան։ 40 անգամ դի ցույց տան։ Դա լավ ասիր, այդ իրանք փորանում։ Այս բանի բոմժի նման էլի, որ ասֆալտի ներկում է ասֆալտը, 40,000 անգամ ցույց ասում, ներկել եմ ասֆալտը, չէ՞։ Ինչ նույն մակարդակի մարդիկ են, ինչ տարբերություն։ Հետո sense գնում փոկում են, չէ՞, դա ասֆալտը։ Հիմա այս մարդը բարոյական մարդ է։ Հետո գալի քերում տանում են։ Գնում մկարուպես, գալի քերում տանում են ներկա։ Տանում են մի հատ ուրիշ տեղ sense։ Այս բանը է, այսպիսի ողբերգություն չլներ, իսկապես կուստուրիցային արժեր, չգիտեմ ինչքան գումար տար, գար մի հատ այս զավեշտի մասին մի հատ ֆիլմ նկարեր։ Ինչի դիմի օրինակ, դիմի։ Մի քանի օր ստորագրեք կուստուրիցյան, ասեք մի հատ ֆիլմ նկարի։ Իդեպ տեսեք ոնց իրեն պահեց, արձագանքեց հայ առաքելական բաուր են ձեր սիրելի մտավորականները։ Կուստուրիցյան քրիստոնյա չի։ Բայց շատ հա? Բայց շատ ազգային է եւ ես մտավորական է։ Իրական մտավորական է, մտքով, մտածողությամբ, այսքան մարդ մի հատ Հասմիկ Պապյան ալի որ խոսե, ես թե ուրիշները խոսեն ես չգիտեմ, ուրիշն եմ խնդրում։ Մի հատ Հասմիկ Պապյան արձագանքեց։ Հա, մեկ էլ Տիգրանը Ներսիսյան։ Ներսյան Տիգրանը։ Դե փառք ասու, իհարկե կշարունակվի, սա չեմ ուզում որպես հանդիմանություն ընկալվի իմ ասածը, բայց սա ձեր ցավը տանը ոտի ելեք, դերասան, նկարիչ, ոտի ելեք։ Եվ Սաթի Սպիվակովան։ Հա, Սաթի Սպիվակովան, հա, դե Սաթենիկը տղամարդ աղջիկ է, էլի Սպիվակովն էլ հետը։ Նա միշտ էլ է եղել։ Հետո մեր կողքին են եղել, իրենց համար սա բան է, չգիտեմ ինչ։ Դա կինը Հայաստանում ապրում է, ինչ ասեմ։ Սպասենք, որ կլինի։ Դե հիմա այսպես, եթե ես անպատվեմ, ասենք մտավորականությանը, դա սխալ կլինի, որովհետև կա մի 5-10%, որ ուզում է արտահայտվի։ Ես իմ անուն ազգանունը չտամ, բոլորը կարող են մի մասը նեղան անձնից, թե առանց մեզ մեր ազգանունը խես տալի, մենք մեր ասելիքը կասենք։ Վերկացեք, հələ տենանք ինչ ալնում։ Ասեմ հեշտ չի լինելու։ Եթե տենան հիբրիդանի չի անցնում, եթե Նիկոլին հանենք էլ եւ այլն, հեշտ չի լինելու։ Թուրքիան ու Ադրբեջանը չեն հրաժարվելու իրենց ճնշումից։ Տեսեք Իրանում, որ ներսում չկարողացան քանդել այն անով չստացվեց։ Այո։ Չէ՞։ Այո։ Իրենց պլանը իրական, այն էլ ինչպես էին մտել, դուք պատկերացեք կողքի պայթում ամեն ինչ, ներսից։ Մի գիշերվա մեջ
գլխատեցին ամբողջ բանը 1, 2, 3 օրում ինչ հաջողեց, բայց միևնույնն է չկարողացան, չէ, ներսից։ Հիմա ասում եք, իսկ եթե միջև ընտրություններ Իրանը այդ պատերազմում հաղթել է։ Նրանք ովքեր չեն հասկանում, ասեմ ձեզ։ Ամերիկան ռմբակոծեց, ասեց դե հասեք որ մի վնաս տվել եմ, հետո Մարկո Գրոսին, Մագատեի տնօրենը ասեց վնասը այդքան էլ մեծ չէ։ Երեք Ամերիկան մեծ քայլ նահանջեց։ Ասեց բոլոր սանկցիաները Իրանի դեմից անում են։ Առաջին անգամ։ Առաջին արեց շատ հետաքրքիր հայտարարություն։ Ասեց, երբ որ Ամերիկան սկսում է մեր հետ քննարկել խաղաղություն, սանկցիաներ եւ այլն, մենք վախում ենք, որովհետեւ հենց այդ բանակցության ընթացքում սկսում են պատերազմ։ Դե փաստ է։ Փաստա չէ, բայց դա փաստ է։ Հիմա էսա։ Այնքան խորամանկ որդու հարսանիքի օրը նշանակում է 2 շաբթի, Կիրակի օրը իբրև թե բանակցություններ, դրա հենց 2 օր առաջ ներսից պայթեցնում է Իրանը։ Իսրայելի մասին եմ խոսում, եմ։ Ասում եք Սամվել, եթե այսպես Ահա, եւ նաեւ ձեր կարծիքը շատ հետաքրքիր է, ինչ է տեղի ունենում։ Հիմա տեսեք, ասում են ուզում են հիբրիդային այդպիսի բան անեն ադրբեջանցիները, Ռուսաստանի ներսից արևմուտքը, Թուրքիան եւ տեսնում եք այդ լարվածությունը, ինչ լարվածություն է ուր կտանի։ Դա լուրջ լարվածություն է Ռուսաստանի ներսում, դա կրկնվելու անընդհատ։ Հիմա հայտարարվեց Բրյանսկի օպեգայի մասին, Բելգրադի մարզում ադրբեջանական այդ բաները ակտիվ աշխատում են։ Ղեկավարում է ամեն ինչ Բաքվից։ Ադրբեջանը գտնում է որ այնքան հզորով կարող է արդեն փորձել Ռուսաստանը պայթեցնել ներսից։ Իրոք, եթե քծում բռնում են, հաշվում են, ռուսներին թողում են իրանք 17.5 միլիոն քառակուսի կիլոմետրից 3-ն են թողում ռուսներին, մնացածն ասում են մերն է։ Այն մի մասն էլ գուցե Չինաստանին, նա իրանք ասում են, բայց դա էլ չեն ընդունում։ Դե հաշվեք ինքն միայն Յակուտյան 4.5 միլիոն քառակուսի կիլոմետր։ Լիքը նավթ, լիքը գազ եւ այլ։ Անշուշտ Ալիևի այս գործողությունները, որ ինքանում է Ռուսաստանի տարածքում, Թուրքիան հրաշալի տիրապետում է։ Բայց ռուսները հենց մի քիչ պիտի դուժեն, որ մի քիչ խելքի գան։ Հիմա խելքի կգան, չեն գա իմ գործը չի, ես ճիշտ ասած, իսկի չեմ էլ բան անում, հոյս այնց բան չեմ անում, դու ասա, հոյս այդ այսպես կոչված սրբազան պատերազմի մասնակիցը չեմ, իրանք պատերազմ ունեն ռուսների հետ։ Լավ է, հիմա սկսում են ռուսները ինչքան շուտ հասկանան, այնքան իրենց օգուտ տան, բայց դա իրենց գործն է, հասկանան թե չեն հասկանում, ինչ ասեմ։ Ես այն հայն էլ չեմ էլ, որ ես այնց 10-10 ասում, վերջապես հասկացեք, ուզում եք հասկացեք, ուզում եք մի հասկացեք։ Դե, բայց ով էս ամեն ինչից դուրս կգա։ Շահեկան դժվար է ասել, բայց չգիտեմ, կկարողանա Ադրբեջանին։ Ռուսաստանը կարող է։ Կկարողանա։ Անջելա, դու լավ չգիտես, այս պատերազմում Ուկրաինայի հետ ովքեր են կռվում։ Անշուտ 50, 55, 60, 65% ռուսները։ Բայց ամենալավ կռվողներից մեկը, ինչպես հայրենական պատերազմի ժամանակ թաթարներն են։ Անժխտելի փաստ է։ Մեկ ասում են բանը չեչենները, մեկ ասում են No, դու կնցի ասել։ Չեչենները հա, դա ախմատ։ Այ մարդկան ախմուտ գրուպա կա բանկա հասկանում եք։ Բաշկիրները, թաթարները, դա նույն ժողովուրդն են։ Շատ լավ են կռվում։ Այնպես որ Ռուսաստանը տես դնել քանդել բան, չէ, թաթարները Ռուսաստանը համարում են իրենց հայրենիքը։ Ես չեմ կարծում որ Թուրքիան կամ Ադրբեջանը ի վիճակի են ազդելու նրանց որոշումների վրա։ Բայց ինչի գնաց այսպիսի կատեգորիկ հայլերի։ Ոնց եղավ այս բանը Իրանի պատերազմը։ Բանակում բոլոր այսպես կոչված ադրբեջանցի իրանցիները, բայց դրանք ադրբեջանցի չեն, այդ անտեր անունը բերին կպցրին ադրբեջանն էլի։ Ադրբեջանցի իրանցիները հերոսաբար են կռվել։ Բայց այս փուլում կոնկրետ դիվանագիտությունը դրել են մի կողմ եւ շատ կոնկրետ քայլեր ու գործողություններ են Ռուսաստանում ադրբեջանցիների դեմ եւ այնտեղից էլ մի ամբողջ քաղաք գրավել են։ Բան չան։ Ինչ ան։ Չէ, վստահաբար ինչ որ ինֆորմացիա ունեն, ինչ որ բան կա, թե չէ, այսպես հրապարակային sense բան։ Այդքան դետալներ չգիտեմ։ Դե լսում եք, չէ, 50 հոգի ձերբակալություն սարեցին։ Շատ լուրջ է, այնտեղ արդեն այդ Փաշաևների եւ Սաֆարովների կլանների միջև պայքարն է, բայց արանքում տուժում են ռուսները։ Այսինքն կկարողանա երկուսի հարցերն էլ լուծել։ Դե իհարկե ինձ տարածքում է այն ամեն։ Իսկ Ալիևի էս հոխորտանքը, էս հակադարձ հայտարարությունները, դեսպական չէ, քաղաքականությունն է, այսպես այն վերաբերվում։ Խոսում այլ խելոքանա, ինչ պիտի խոսա, հետո եթե իրանց պետքա սկսեն լավացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ, հիմա չեն ուզում լավացնել։ Ինչի չեն ուզում, որովհետեւ հիմա այդքան նեղը չան ռուսները կրում են։ Ալիևին հասկացում են, որ կարան քեզի ռևերանսներ չանենք։ Նայ, դու որոշի։
Լավ, Ռուսական այսպեսի պրիմիտիվ հարց տամ, մենք չողջևորվենք առանձնապես դրանով։ Չէ, երբեք։ Բայց մենք որ թվի հիմարն ենք։ Կարանք ռուսների հետ լավ հարաբերություններ ունենանք, եզուր տեղը չփչացնենք, տշնամի բան չանենք, չավելացնենք։ Բայց երբեք հենց որ սկսում ենք մեր հայ-ռուսական լավ հարաբերությունները հակադրել ռուս-ադրբեջանական կամ ռուս-թուրքական հարաբերություններին, ռուսները անմիջապես մեզից ձեռ են քաշում։ Եվ ճիշտ են անում։ Որտե ցանկացած խելացի մարդ այդպես կվարվի։ Եթե այսպես ամփոփենք, պարոն Բագրատյան, այս անձը կոնկրետ խնդիր ունի, թիրախում եկեղեցին Հայաստանի հայոց պետականությունն է, թիրախում, հետո հանգիստ պետականությունը չկա։ Պետականությունը շատ ավելի պետականությունը Հայաստանի հայ ժողովուրդը անգամներ կորցրել է։ Եկեղեցին 301 թվից սկսած չի կորցրել։ Իսկն ավելի խոր։ Բայց եկեք մի բան ասենք, եղել է մի մապա, եթե ես չեմ սխալվում, թող 1206 թվին կարծեմ, թող ինձ պատմաբանները շտկեն, մի բան մենք կաթոլիցիզմ ենք ընդունել։ Հետո անմիջապես հրաժարվել ենք։ Ինչքանն ենք ընդունել, չգիտեմ, բայց դա եղել է Կիլիկիայում։ Հասկանում եք։ Որտեղ միշտ մտածել ենք, որ հա մի կողմից քրիստոնյա ենք, այդ բաները, որ եկան խաչակիրները, առաջին արշավանքը եղավ 11-րդ դարի վերջին 1097 թվականին ինչ էր, մի քանի անգամ մեզ ասացին եւ ամենամեծ խաչակրած արշավանքի ժամանակ, եւ որ խաչակիրները 1204 թվականին, եթե ճիշտ եմ հիշում, գրավեցին Կոստանդնոպոլիսը ու ավերեցին բռնաբարություններ, հրդե, գերիներ, գերին վերցում քրիստոնյաներին, կաթոլիկ խաչակիրները։ Մենք խառնվեցինք իրար։ Այդ խաչակիրներին ասենք մենք ձեզ բա օգնում ենք, այս շենքը, չէ՞։ Ում դեմ ենք օգնում։ Սալայդին ասում էր հայր, ես ում դեմ եք օգնում, ես եմ ձեր ախպերը, սրանք ձեր ախպերը չեն։ Իհարկե այդ խաչակիրներից ոմանք մեր եղբայրը դարձան ազնվորեն եկան, նույնիսկ զոհեցին իրենց կյանքը, երբ որ Կիլիկյան պայքարում էր մամլուկների դեմ։ Բայց մենք այնպես խելացնոր բաներ ենք ունեցել մեր պատմության մեջ։ Թեթև ենք մեզ սպահել։ Մի կարծեք, որ հենց այնց են կորցրել Հայաստանը, Կիլիկյան, մեր խելքից ենք նախ եւ առաջ կորցրել։ Կարող է։ Չկա։ Մի խելագարել եղել է Կիլիկիայում, հիմա անուն չտանք էլի, որ այն ինչեր էր խոսում, ախ որպես արմարդ, գժվում արդ, այդ բոլորը լսում են։ Ամփոփենք, ինչ է պահանջում քաղաքական ուժերից այսօր։ Քաղաքական ուժերից այսօր պահանջում է այդ մլեֆ, այդ իրար դեմ խոսալ բան, այդ ցախ թարգը տվեք։ Միացեք մի ֆրոնտով, պաշտպանեք եկեղեցուն, պաշտպանեք Կարապետյան Սամվելին։ Իմացեք, նա Կարապետյան Սամվելին չի ձերբակալել, նա ձեզ է ձերբակալել։ Նա եկեղեցու դեմ չի ելել, նա հայ ժողովրդի դեմ է ելել, հայոց լեզվի դեմ է ելել, հայ գրականության դեմ է ելել։ Սա անկալում է միայն դա է։ Մեկը միշտ հիշեք այդ կեղծ խոստումները, տեսակ, համոզվեցիք կերակ, որ չկա դեմոկրատական Եվրոպա։ Դեմոկրատական Եվրոպան արդարացնում է Հայաստանի իշխանության գրոհը եկեղեցու դեմ։ Մակրոնը բոլոր քո կարդինալները կուսակրոն են, օրենք ընդունեցին, հələ մի անգամ Նապոլեոնը 1815-ին ընդունեց, արա ասեց, լավ հասկացանք մի հատ պապ կա, այն կարդինալներին թող ամուսնանան։ Հասկանում եք, ես սա է այսօր պահանջում, ոչ փող ենք ուզում, ոչ ծախս ենք ուզում, ասում ենք եղեք միակամ, հելեք, մի ալարեք, մի ծուլացեք։ Դեմ գնացեք հեծերի պետականացմանը, իրականում պետականացում չի, հեծերը բանանելուց հետո հոսանքել չի լինի երկրում, 10 ավելի հաճախ կանջատվի ամեն ինչ։ Եվ սկսի արագորեն բանը բարձրանալ, ոնց որ ավտոբուսի գիններ։ Բարձրացնելու հոսանքի գինը, հա, ասեմ, ինչպես ավտոբուսներ պարակայում, մասսաբար սկսելու եք չվճարել, հետո էներգետիկան կորցնելու ենք։ Բարձրացին գոհ եք ավտոբուսներից, ոչ ոք չի վճարել։ Ձերի երթևեք ունեն, որ չասեմով նստել ավտոբուս ամոթանք են տվել, ասել ամոթ չես վճարում ես։ Երեկա Ավինյանը հայտարարեց, որ վերջ օրենք ենք ընդունում, դու գանքը գնաց այսօրվանից։ Հա։ Շնորհակալություն։ Դա։ Ձեզ եմ շնորհակալ։